Պատերազմը սկսվեց իբր այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանին։ Իսկ հիմա ՆԱՏՕ-ի քանի երկիր են այս ընթացքում, քանի երկիր են եվրոպական դարձել ՆԱՏՕ-ի անդամ։ Այսինքն ՆԱՏՕ-ն ավելի է մոտեցել Ռուսաստանին։ Եվ բացարձակապես փաստ չի, որ եթե Ուկրաինային արգելվում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, Ուկրաինան չի կարող ՆԱՏՕ պլյուսի անդամ դառնալ։ Այսինքն այն նոր դաշինքի, որտեղ կարող են անդամակցել այն երկրները, որոնք Եվրամիության անդամ չեն։ Ակնհայտ է, չէ՞, որ բոլոր հնարավոր տարբերակները Ռուսաստանի Դաշնությունը գործադրելու է, որպեսզի խանգարի Ուկրաինայի ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ լինելը, այլև Եվրամիության անդամ լինելը, որպեսզի խոչընդոտի Ուկրաինա, Եվրամիություն, էլ արդեն չեմ ասում Ուկրաինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կապը։ Դոնալդ Տրամփի հաշվարկը այն է, որ մոտավորապես ստացվում է, որ Ուկրաինան բաժանվում է երկու մասի, Ռուսաստանը վերցնում է իրենը համարող իր տարածքները, Եվրոպան էլ կամ Ամերիկան ավելի ճիշտ վերցնում է այս տարածքները, բայց հիբրիդային պատերազմը որևէ մեկը չի դադարեցնելու այդ համաձայնագրի կնքումով, իսկ թե հիբրիդային պատերազմը ինչ հետևանքներ, ինչ արդյունքներ կարող է ունենալ, կարող ենք վերցնել Արցախի օրինակով։ Նույն ստատուս քվոն 94 թվականի զինադադարի համաձայնագրով հաստատված ստատուս քվոն ու այդ ստատուս քվոյի ճակատագիրը։ Այսինքն այս կամ այն կերպ, եթե նույնիսկ այդ համաձայնագիրը հիմա ստորագրվի, մինչև նոյեմբերի վերջ չգիտեմ երբ, ստորագրվի, դա միևնույն է հարցի լուծում չի դառնալու։